Օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում, դա նշանակում է մեծ սիրով, ուրախությամբ, դրական էներգիայով լցված, ես Անահիտ Կիրակոսյանս, ուզում եմ, որ առաջիկա 1 ժամ անցկացնենք միասին եւ օրը լցված լինի իսկապես բարությամբ։ Այս պահին առաջարկում եմ մի լավ երաժշտություն իսկապես արթնանալու համար, գնացինք։ Վերադարձանք տաղավար եւ կարծում եմ, որ առողջությունը ամենակարևոր բանն է, որին միշտ պետք է հետևենք, իսկ ամենակարևորը լսենք մասնագիտական ու ճիշտ բժշկական խորհուրդներ։ Այսօր առողջական է լինելու մեր եթերը եւ ունենք հրաշալի հյուր, ում շտապում եմ ներկայացնել, խոսելու ենք հոդացավերից, հոդացավից ծնվող խնդիրներից եւ այլ մասնագիտական ու կարևոր թեմաներից։ Այսօր իմ հյուրն է Էրեբունի բժշկական կենտրոնի վնասվածքաբան, օրթոպեդ Զավեն Հովսեփի Բեգլարյանը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ, շնորհակալություն հրավերի համար։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը, խոսելու ենք կարևոր թեմայից առավոտ շուտ։ Ընդհանրապես բժշկի առավոտը երբ է սկսվում։ Սկսվում է մոտավորապես 6:30-ից 7-ից սկսված։ Որովհետև աշխատանքի վարում էլի վաղ եք լինում եւ այդպես քաղաքում խցանումներ են, պետք է շուտ հասնել գործի, ինչքան շուտ, այնքան լավ։ Այսօր խոսելու ենք հոդային խնդիրներից, առհասարակ կուզենայի իմանալ ինչպես են սկսվում հոդային խնդիրները եւ ինչին պետք է ուշադրություն դարձնել։ Առհասարակ դա կարևոր հարց է այնքանով, որովհետեւ շատ մարդիկ երկար տարիներ ունենալով հոդացավեր, անտեսում են այդ հոդերի ցավերը, լսում են հարևանների, բարեկամների խորհուրդները, ուշ են դիմում մեզ, որի պատճառով այն փոքրիկ խնդիրները, որոնք կարող են լուծվել փոքր բուժումներով, փոքր միջամտություններով դառնում են բարդ խնդիրներ եւ ուշ փուլերում արդեն այդ խնդիրները լուծվում են ավելի բարդ, ավելի ռադիկալ միջամտություններով, վիրահատություններով եւ ձեր հարցին պատասխանեմ, երբ են ցավերը լինում հոդացավերը, վաղ փուլերում իրանք հենց լինում են առավոտ շուտ, երբ որ մարդիկ նոր արթնանում են, պետք է առաջի քայլերը անեն, այդ ժամանակ լինում են արդեն նախանշանները, որոնք մի քանի քայլեր անելուց, մի քանի րոպեներ քայլելուց ցավերը մոռանում են, դա արդեն նշաններ են, որ հոդում կան խնդիրներ եւ կարելի է փորձել արդեն հասկանալ ինչ խնդիրներ են եւ ինչ է պետք անել։ Այ ինքներդ նշեցիք, որ ցավոք սրտի մեզ մոտ Հայաստանում մինչև դանակը ոսկորին չի հասնում, կարծես թե բժշկի չենք դիմում։ Հիմա բազմաթիվ հեռուստատիտողներ դիտում են ու վստահաբար այդ հարցը կծագի, թե երբ պետք է ի վերջո դիմել բժիշկ օրթոպեդին, երբ հասկանանք, որ ոչ թե սա սովորական ցավ էր առավոտ շուտ անցավ, այ պետք է դիմել եւ ստանալ բժշկական խորհրդատվություն։ Այն ժամանակ, երբ որ այդ ցավերը արդեն տևական են, հոդերում նկատում են ոչ նորմալ ձայներ, կտոսներ, ճտոսներ, խրթոսներ, որոնք ուղեկցում են ցավերով, հոդերում նկատվում են շարժումների սահմանափակումներ կամ հոդի բլոկավորման զգացողություններ, դա արդեն չափանիշ է, որ անհապաղ դիմեն օրթոպեդին եւ ստանան համապատասխան բուժօգնություն։ Տան պայմաններում փորձել այդ խնդիրները պարզել եւ լուծել անհնար է, որովհետեւ ցավերի բազմաթիվ պատճառներ կան, ամենապուճուր խնդիրներից մինչև ամենամեծ խնդիրներ, երբեմն կարող են ցավի պատճառները առհասարակ հոդում չլինել այլ տեղերում եւ տան պայմաններում, հարևանների խորհուրդներով, տարբեր դեղեր խմելով, տարբեր քսուկներ, տարբեր միջամտություններ հոդերի վրա անելով, ցավերը կարող են չանցնել, որովհետեւ առհասարակ ցավը կարող է կապ չունենալ հոդի հետ։ Կարող լինեն տարբեր հիվանդություններ, որոնք ուղղակի կարող են արտահայտվել հոդացավերով եւ հոդերի բուժելով խնդիրը առհասարակ կարող է չանցնի։ Կարան ցավան նաև առողջ հոդերը, պարտադիր չի, որ հոդը ունենա հիվանդություն, որպես ինքը ցավա։ Իրան կարող են տանջել, իրան կարող են չարչարել, իրան կարող են հոգնեցնել եւ հոդերը ցավա, դա չի նշանակում, որ հոդը հիվանդ է եւ իրան պետք է բուժել։ Տարաբնույթ դեղեր, տարաբնույթ քսուկներ քսելը առհասարակ ոչ միայն օգտակար չի լինի, այլև կլինի վնասակար։ Հետաբար հարցի պատասխանը հասկանալու համար ձեր հոդը հիվանդ է, դրա համար է ցավում, թե ուղղակի ցավում է, կրկին պետք է դիմել օրթոպեդին իհարկե։ Ամեն դեպքում նույնիսկ պրոֆիլակտիկ սիրելիները շատ ավելի լավ է բժշկական խորհրդատվություն ստանաք։ Հաճախ լսում ենք ներհոդային ներարկումներ, արտահայտություն։ Հետաքրքիր է դա երբ պետք է կիրառել, որ պարագայում, ինչ է իրենց ներկայացնում ներհոդային ներարկումները։ Ներհոդային ներարկումները դրանք հոդի բուժելու, հոդին օգնելու մի եղանակ է, երբ որ փոքրիկ խնդիրները, ոչ մեծ խնդիրները փորձում են բուժվել եւ հոդին օգնել, պաշտպանել տարաբնույթ դեղերի միջոցով ներհոդային ներարկման տարբեր խմբի դեղեր կան, որոնք ազդում են տարբեր ձևերով,
մի խումբ դեղերը ունեն ցավազրկող ազդեցություն, մյուսը հակաբորբոքային ազդեցություն, մյուսը ուղղակի հոդը պաշտպանելու զգացողություն հատկություններ ունեն, այն հոդերը, որոնք կարիք ունեն պաշտպանվելու, նմանատիպ դեղեր են ներարկվում եւ ուղղակի հիվանդին նայել ու ասել իրան այս դեղն է պետք ներարկել, այդպես չի լինում, պետք է նույնպես էլի հետազոտել, հասկանալ հոդը ինչ խնդիր ունի, ինչ նպատակ ենք հետապնդում այդ հոդում, ինչի կարիք ունի հոդը եւ համապատասխան ընտրել դեղորայքը, որը որ պետք է ներարկվել հոդի մեջ, լինում են դեպքեր, որ հոդը առհասարակ ներարկման կարիք չունի, լինում են, ոնց որ ասեցի, խնդիրներ, հոդացավեր, որոնք հոդի հետ ընդհանրապես կապ չունեն, հետաբար նաեւ դեղեր չի ներարկվում, նորից կրկնեմ, ներհոդային ներարկումները կատարվում են ոչ մեծ խնդիրներ ունեցող հոդերին, երբ որ բանը բանից անցել է հոդը արդեն հիվանդի ուշ դիմելու պատճառով բավականին վնասվել է, ներհոդային ներարկումները արդյունավետ չեն լինի։ Շատ դեպքերում բժիշկ լսում ենք արտահայտություններ, տերմիններ, որոնք մեզ համար մի քիչ մասնագիտական են ու կարող ենք չհասկանալ ինչ է իրենից ներկայացնում, արթրոսկոպիան ինչ է դա եւ որ դեպքում է կիրառվում։ Շատ լավ հարց, արթրոսկոպիան դա վիրատական միջամտության տեսակ է եւ երբ փոքրիկ անցքերով մտնում ենք հոդի մեջ, տեսնում ենք սկոպի միջոցով, էկրանի միջոցով հոդում ինչ խնդիրներ ունենք եւ այն խնդիրները, որոնք մեխանիկորեն խանգարում են հոդի աշխատանքին, այն խնդիրները, որոնք մեխանիկորեն կարող են վնասել հոդը եւ հոդի կյանքի տևողությունը կարճեցնել, այդ եղանակով մենք կարողանում ենք շտկել այդ խնդիրները, դրանք են օրինակ վնասված աճառներ, վնասված մենիսկներ, ինչպես ասում են, մահիկներն են դրանք, վնասված կապաններ, որոնք լինելով հոդում կարող են եւ ցավ պատճառել եւ հոդի կյանքը կարճեցնել իրանց վնասակար գործոններով, այդ եղանակով փոքր անցքերի միջոցով անցքերը մոտավորապես լինում են կես սանտիմետրի չափի, գրիչի ծայրի չափի, հոդի մեջում կարողանում ենք փոքր միջամտությունով մեծ խնդիրներ լուծել, տալով հոդին հնարավորություն ավելի երկար ապրելու։ Իսկ երբ օգտակար չէ արթրոսկոպիան։ Երբ որ հոդը արդեն բավականին վնասված է, հոդ ասելով նկատենք հոդաճառը։ Երբ որ հոդաճառը բավականին վնասված է, այդ հոդը իր կյանքը արդեն ապրել վերջացրել է եւ ունենք հոդի մեծ մաշվածություն, այդ ժամանակ արթրոսկոպիան առհասարակ օգտակար չէ, երբեմն կարող է նաեւ լինել վնասակար։ Շարունակելով տերմինները բժշկական, ինձ հետաքրքիր է էնդոպրոթեզավորում։ Պրոթեզավորումը մի քիչ արդեն հուշում է, բայց էնդոպրոթեզավորում կա էկզոպրոթեզ եւ էնդոպրոթեզ։ Էկզոները երբ որ վերջույթը բացակայում է, բացակայող վերջույթը լրացնում են էկզոպրոթեզով, որը արտաքնապես երևում է։ Էնդոպրոթեզը այն այն դետալներն են, որոնք դրվում է ներսում, երբ որ հոդը ամբողջապես վնասվել է, հոդաճառները ամբողջապես վնասվել են, մարդը կորցրել է իր աշխատունակությունը, ունի ուժեղ ցավեր, դա լավագույն տարբերակն է, գուցե նաև միակ տարբերակն է, հոդը փոխարինվում է, տեղադրվում է նոր էնդոպրոթեզ, նոր հոդ, որը արտաքնապես չի երևում, ինքը ներսում է եւ բուժառուն հիվանդը կարողանում է անմիջապես վիրահատության հաջորդ օրվանից, մյուս օրվանից վերադառնալ իր կյանքին, երբ որ հետվիրատական շրջանը անցնում է, ինքը կարող է լինել լիարժեք մարդ, փողոցում կարող եք իրան տեսնել, անգամ չիմանալ, որ ինքը ունի էնդոպրոթեզ։ Ահա, հետաքրքիր է, մեզ մոտ արդեն բժշկությունը այնպես է զարգացել, որ Հայաստանում դա հնարավոր է, չէ՞։ Հայաստանում հնարավոր է, լայն կիրառում ունի, փողոցում ձեր շրջապատում կարող եք ունենալ լիքը այդպիսի մարդիկ, ովքեր հոդերը փոխարինվել դրվել են արհեստական հոդեր եւ անգամ չմտածեք, որ իր մոտ այդպիսի խնդիր կա, ինքը կարող է քայլի շատ սիրուն, շատ ուղիղ, միայն իմացող մարդ, որ ինքը այդպիսի վիրահատություն է տարել, կարող կողքից տեսնի եւ հասկանա, որ իր հոդը փոխարինված է նորով։ Իրան չճանաչող մարդիկ կարող են այդ մասին անգամ չմտածեն։ Չիմանան։ Հոդացավ ունեցող մարդիկ, հա, հաճախ երբ են սխալներ գործում կամ որոնք են հաճախ հանդիպող սխալները։ Հաճախ հանդիպող սխալները բժշկին ուշ այցելելն է, որովհետեւ երբ որ ուշ են այցելում, կորցնում են ժամանակ։ Հոդը, երբ որ ունի որոշակի վնասվածք, ունի որոշակի խնդիրներ, դրանք հիմնականում հոդին վնաս են պատճառում ավելի ու ավելի եւ ինքը ինչքան ժամանակը կորցնում է, խնդիրը չի լուծվում վաղ ժամանակում, հոդը գնալով փչանում է եւ երբ որ ժամանակին դիմեր, կարող է փոքր միջամտությունով, փոքր բուժումներով այդ խնդիրը կարգավորվել, ու ժամանակներում հոդը ամբողջապես վնասված է լինում, աճառը ամբողջապես վնասված է լինում եւ
կանգնում ենք փաստի առաջ, երբ որ իր սեփական հոդը, որ համարվում է ամենալավ հոդը, պետք է փոխարինենք դնենք նոր հոդով, արհեստական հոդով։ Այնինչ շուտ դիմելու դեպքում կարող է դրան չհասնի։ Գիտեք, երբ սովորաբար լսում ենք, որ պետք է առողջ ապրելակերպ ունենալ, սպորտով զբաղվել ու ամենուր մեզ այդ խորհուրդն են տալիս, շատ հաճախ հոդացավ ունեցող մարդիկ ասում են, թե ոնց գնամ ես սպորտի կամ ինչպես զբաղվեմ սպորտով, եթե ես ունեմ հոդացավեր, որքանով է հնարավոր հոդացավ ունեցող մարդը զբաղվի սպորտով, որ սպորտաձևերն են, որ կարելի է կամ չի կարելի, ու առհասարակ դա միֆ է, թե հոդացավ ունեցող մարդը կարող է հանգիստ Շատ լավ հարց, ես ամեն օր առնչվում եմ նմանատիպ խնդիրների հետ, ինձ դիմում են շատ երիտասարդներ եւ ոչ երիտասարդներ, ովքեր սպորտով են զբաղվում ու շատ սպորտով զբաղվող մարդիկ ունեն հոդացավեր, դա արդեն նշան է, որ իրանք այդքան էլ լավ ճանապարհով չեն զբաղվում սպորտով, ճիշտ չեն զբաղվում սպորտով։ Գոյությունի ոսկի միջին, այդ սպորտով կարելի է զբաղվել այնպես, որ քո հոդերը փչացնես, կարող ես զբաղվել այնպես, որ քո հոդերը ուժեղացնես։ Պետք է միշտ, ինչպես ամեն ինչում, ընտրել միջին տարբերակ, ընտրել ոսկի միջին տարբերակ, որը կլինի օգտակար, այլ ոչ թե վնասակար։ Այստեղ չկա տենց հասկացողություն, որ սպորտ չի կարելի, բայց չկա նաև հասկացողություն, որ դու պետք է ընտրես այնպիսի ծանր սպորտեր, որ քո հոդը փչացնես։ Պետք է ընտրել միջին տարբերակ, որովհետև հոդերի առողջության համար կարևոր է ունենալ առողջ եւ ուժեղ մկաններ։ Երբ որ չես զբաղվում սպորտով, пассив ես, մկանները թուլանում են, դա արդեն պատճառ է հոդացավերի առաջացման, թույլ մկաններով հոդերը ավելի քիչ պաշտպանված են, հետեւաբար կան ավելի հեշտ վնասվեն, իսկ ուժեղ մկանները դա հոդերի առողջության գրավականն է, հետեւաբար պետք է ընտրել այնպիսի սպորտաձևեր, որոնք իրանց մեջ չեն պարունակում մեծ ծանրաբեռնումներ, չեն պարունակում կտրուկ շարժումներ, կարամ ընտրեմ, որ ես հաճախ իմ հիվանդներին խորհուրդ եմ տալիս, օրինակ լողը իրանից չի ներկայացնում ծանրաբեռնում ամբողջ հոդերի վրա, կարող է հեծանվային սպորտով զբաղվել, կարող է զբաղվել ոչ արագ վազքային սպորտերով, որոնք կբերեն մկանների ուժեղացման եւ հնարավորինս քիչ կվնասեն հոդերը։ Այսինքն այստեղ բժիշկ եւ մարզիչ կապնելը չէ կարևոր, որ լավ կլինի եւ մարզիչի պարագայում իմանա, որ բժշկի զգողության տակ է, բժշկի պարագայում իմանա մարզիչը ինչպես է։ Որպես օրենք իմ բուժառուները, երբ որ ինձ այցելում են, ես շատ արագ մի հատ տրեյնինգ եմ անում, մինի տրեյնինգ եմ անում, թեկուզ իր սպորտի մեջ, որով ինքը որ զբաղվում է, ես արագ բացատրում եմ այդ սպորտից ինչերը պետք է հանել եւ ինչերը պետք է թողել, որպեսզի սպորտը ամբողջապես չթողի, որտեղ լինում են հիվանդներ, բուժառուներ, ովքեր խիստ կապված են այդ սպորտի հետ եւ իրան արգելել այդ սպորտով զբաղվել, ուղղակի իր համար կլինի մի հատ մեծ խնդրեմ, որպես այդպիսին սպորտով զբաղվող մարդիկ շատ տխրությամբ են իրանցից հրաժարվում այդ սպորտաձևերից, դրա համար փորձում եմ ադապտացնել հիվանդներին, փորձելով նոր ուղղություններ տալ այդ սպորտի մեջ մնալ, բայց միևնույն ժամանակ չվնասել հոդերը։ Դարի խնդիրը ցավոք ավելորդ քաշը, որքանով է ավելորդ քաշը ազդում մեր հոդերի վրա։ Ավելորդ քաշը հոդացավերի, հոդերի մաշվածությունների, հոդերի վնասման համար կարևոր տեղերից մեկն է զբաղեցնում։ Ավելորդ քաշը մեծ ծանրաբեռնվածություն է առաջացնում հոդերի վրա, ամբողջ օրյա աշխատանքի, ման գալու, քայլելու, առավել եւս սպորտով զբաղվելու ժամանակ ավելորդ քաշի պարագաներում ծնկները ավելի հեշտ են վնասվում եւ այստեղ միած sense օղակ է առաջանում, որ մարդ ունի ավել քաշ, ուզում է նիհարել, ընտրում է սպորտի տարբերակ նիհարելու համար եւ դա առաջացնում է խնդրեմ սպորտի միջոցով նիհարելը հոդերի համար բավականին վնասակար է, հետեւաբար պետք է մի փոքր մոտեցումը այլ լինի, պետք է փորձեն սկզբից մի քիչ նիհարեն, այլ ճանապարհներով, դիետաների միջոցով, բալանսավորված ֆիզիկական ծառաբեռնումների միջոցով, լողի միջոցով եւ այլն, հետո երբ որ արդեն ունեն համեմատաբար ցածր քաշ, նոր զբաղվեն ավելի ակտիվ սպորտերով, որպեսզի հոդերը ավելի պաշտպանված լինեն եւ չվնասվեն։ Բայց քաշից միանշանակ ավելորդ քաշից ոչ մի օգուտ չկա։ Վստահաբար շատ հիվանդություններ են այլ առաջանում։ Շատ այլ հիվանդություններ նույնպես ոչ միայն հոդացավեր, հետեւաբար ավելորդ քաշի դեմ արժի պայքարել։
Դոկտոր, մեզ հիմա դիտում են նաև հեռուստատիտողներ, ովքեր առհասարակ չունեն հոդացավ։ Այ ինչպես կարելի է կանխարգել էլ, որ չառաջանա, ինչպես ապրենք, որ չունենանք։ Շատ լավ հարց, այն պացիենտները, ովքեր չունեն հոդացավ, կարելի ասել դրանք դեռ չունեն հոդացավ, այն մարդիկ, ովքեր երկար ապրում են, ուշ թե շուտ անպայման ունենում են հոդացավեր եւ պետք է մտածել կոպիտ ասած վաղվա օրվա մասին, այո, ինչպես անել, որ այդ հոդացավերը առաջանան շատ ուշ տարիքում, ավելի ուշ ժամկետներում, դրա համար պետք է այս ամեն ինչի մասին խոսեցինք, իմի բերենք եւ մի հատ ընդհանուր հայտարարի գանք, ինչերն էին վնասում հոդին, այդպես էլ պետք է կանխարգելել։ Ավելորդ քաշ, այսինքն պետք է փորձել չկիրանալ, ունենալ նորմալ քաշ, ֆիզիկական ակտիվություն ունենալ բալանսավորված, նենց չի որ ընդհանրապես նստակյաց լինես, բայց նենց չի որ զբաղվես ծանր սպորտերով, պետք է զբաղվել բալանսավորված սպորտով, որպեսզի ունենանք լավ մկանային համակարգ, որպեսզի մեր հոդերը կարողանան ավելի պաշտպանված լինեն։ Եվ որպես զրույցի ավարտ ձեր վերջին հորդորը բոլոր այն հոդային խնդիրներ ունեցող բուժառուներին։ Հորդորս չուշացնել բժիշկին դիմել, չլսել ծանոթ բարեկամ հարևաններին, ում ինչ-որ մի դեղ օգնել է, որովհետև հոդերի ցավերի տասնյակ պատճառներ կան, այն դեղը, որ օգնել է ձեր հարևանին, ձեզ կարող է չօգնել ընդհանրապես։ Ոչ միայն կարող է չօգնել, այլև կարող է վնաս պատճառել։ Կամ հին ժամանակվա տատիկները ասում էին, քարփինջ տաքացրեք, դրեք կանցնի։ Ինչ ասես չեն դնում, քարփինջով որ բրծնենք, էլի լավ է։ Էլի լավ է։ Տարաբնույթ լիքը բաներ են դնում, եւ հորդորս ժամանակին դիմել, ժամանակին հետազոտվել, ժամանակին հասկանալ այնտեղ ինչ խնդիր կա եւ փորձել այդ խնդրին օգնել։ Անչափ շնորհակալ եմ, շատ կարևոր ու պրոֆեսիոնալ զրույցի համար, սպառիչ պատասխաններ տվեցիք ինձ բոլոր հուզող հարցերին եւ կարծում եմ նաեւ մեր հեռուստադիտողներին, միայն ցանկանում եմ առողջություն։ Շնորհակալություն ձեզ նույնպես։ Եվ համբերություն դիմանալու ու ճիշտ ուղղորդելու ձեր հիվանդներին եւ ինչու ոչ ուղղակի պրոֆիլակտիկ ստուգողներին։ Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք։ Ձեզ այն շնորհակալություն շատ։ Իմ հյուրներ օրթոպեդ Զավեն Հովսեփի Բեգլարյանը, Էրեբունի բժշկական կենտրոնի վնասված քաբան, մարդ, ով հրաշալի կերպով տվեց սպառիչ պատասխաններ մեզ հուզող հարցերին, սիրելի հեռուստադիտողներ, իսկ ինձ մնում է միայն եւս մեկ անգամ ձեզ հուժել։ Հետևեք ձեր առողջությանը, մի թողեք հասնի դանակը ոսկորին, մի լսեք որևէ մեկին, գնացեք պրոֆիլակտիկ ստուգումների, ուսումնասիրեք, թե ինչ խնդիրներ ունեք եւ մասնագետները, բժիշկները իսկապես կտան ճիշտ պատասխաններ ու ճիշտ կուղղորդեն, որպեսզի դուք լինեք առողջ, իսկ առողջությունը ամենաթանկ բանն է, դա հիշեք, առողջ եղեք թե մարմնով, թե հոգով, թե մտքով։ Այսօրվա եթերն այսպիսին էր նվիրված մեր առողջությանն ու մեզ։ Իսկ ես Անահիտ Կիրակոսյանն էր, թող ձեր օրը լինի բարի։ Մնացեք բարև։